տեղեկ չենք պարոն Ստեփանյան, ի վերջո ինչ կարգավիճակ ունի Արթուր Չախոյանը, որովհետև ինքը եւ փաստաբան ասացին ձերբակալված են, սակայն ոստիկանության լրատվականից ինձ պաշտոնապես ասացին, որ այս պահին կա 6 ձերբակալված անձ, ավելի 6 բերման ենթարկված անձ, որոնց նկատմամբ այս պահին ինչ-որ գործողություններ են իրականացնում, փաստաթղթավորման եւ այլն, որ հետո նաեւ ուղարկեն հետագա քայլեր ուղարկեն արդեն նախաքննական մարմին։ Եվ տեղեկ չեն գործ հարուցվել է, չի հարուցվել, ինչ հատկանիշներով եւ կոնկրետ Չախոյանը ինչ կարգավիճակ ունի, դուք տեղեկություն ունեք։ Հիմա 18 թվից էսկոմ մի նոր մշակույթ է արդեն ձեռք բերել ԿՊ-ն եւ հանրապետությունը, ժողովրդի մեջ կա այս ասածը, կծեծեմ ու տանեմ ձեզ դատեմ, այս վիճակն է։ Հիմա մարդիկ բոլորը տեսան, էլի տեսանյութում կար, ոնց էին հարձակվել 15-20 հոգով Չախոյան Արտուրի վրա։ Հիմա Արտուրը ոչ թե դժողի կարգավիճակում է, մեզ ոստիկանությունում ասեցին, որ արդեն Արտուրի վրա ինչ-որ նյութեր են ուզում սարքեն, այսպես ասած, որ Արտուրը ինչ-որ խուլիգանական դրսևորումներ է արել, բայց բոլորի աչքի առաջ ուղիղ եթերով տեսանք, թե ոնց են հարձակվել։ Նորից եմ կրկնում, ստեղ ոչ մի բան չկա, ստեղ իրանց կողմից թալանը բացահայտելու մարդկանց դեմ կռիվ է սկսվել, ավականիների, սովորական մարդկանց, սովորական քաղաքացիների։ Շտապեցնեմ ԿՊ-ին, Արամ Զավենի Սարգսյանին, Տիգրան Ավինյանին վշտեցնել, նահանջ չի լինելու, դուք էլ ավելի եք մեզ ուժեղացնում, էլ ավելի տարբեր տեսակի թալանի հետ կապված եւ երևանցիների գումարները մսխելու հետ բացահայտումներ անելու, դուք չեք մարսելու սա։ Եվ մի բան էլ, դուք տեղեկ եք, որ Արթուր Չախոյանը այսօր գալու էր Նոր-Նորքի վարչական շրջան, որպեսզի մասնակցի հանրային լսումներին։ Ոչ, մենք տեղյակ չէինք, մենք ահազանգ ունենք Շենգավիթ վարչական շրջանից, որ ծառայատումները գնացել էինք այնտեղ եւ լրատվականներից տեսանք, որ Արթուր Չախոյանը գնում է ինչ-որ հանրային լսումների մասնակցի, փաստորեն հանրային լսումները մասնակցել է, դարձել է Բոյբես Պրավիլի Թաղապետարանը դարձել է Բոյբես Պրավիլի տեղ, մարդիկ չկարողանալով հարցին պատասխանել, հարձակվում են մարդկանց վրա, խնդիր չկա, ինչ ցանեք, այն էլ հնձելու եք, հետնահաս չի լինելու։ Լավ, շնորհակալ եմ ձեզ։